Չգիտեմ որքանով կստացվի խոսալս այս վիդեոյի ընթացքում, քանի որ այսօր Մոսկվա քաղաքի հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից, հետո մեր եկեղեցու թանգարանից տեսանյութ էին եկարել, որպեսզի իմ ֆեյսբուքյան ընկերները, ինչպես նաև ոչ ընկերները նայեն, թե մեր հայ առաքելական եկեղեցին ինչ վիճակում է գտնվում, ինչ թանգարանում ինչ նկարներ կան, ինչ պատմամշակութային ժառանգություն կա, որ որոշակի խլինքազավրներ կաշխատեմ խոսամ առանց 25 պլյուս, բայց չի լինում, չի ստացվի, վստահ եմ, այն կիսաբաց լուսամուտների մեջ որ ասում է ինքը չէր կարում, ինքը տղամարդ չէր, այս պարագայում առանց քֆուր չի լինում, խոսալու եմ ՔՊ-ի հետ, զաոշնի, ոմն ցնցոտի լաթի կտոր էլի, ցնցոտի, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, այն պլաստինգեն կասեթը ծամած մագնիտոֆոնի պես շարունակում է կրկնել, որ ինքը կամ Գարեգին երկրորդը իրավունք չունի ղեկավարել իմ եկեղեցին, որ Գարեգին երկրորդը կաթողիկոս չէ, այսինքն ես չեմ ուզում այդ հոգեկան շեղումներ ունեցող ցնցոտի մասին խոսամ, քանի որ այդ մարդը հիվանդ է, այդ մարդը ոչ թե հիվանդ է, այլ այդ մարդը մոլերանդությամբ փորձում է իմ եկեղեցին պղծելով մի մասը սարքի մեր ժողովրդի մի մասին սարքի կաթոլիկ, մի մասին համոզի, որ մահմեդականություն ընդունեն որպես կրոն, մարդը չունի սրբություններ, բարոյական իրավական ինչ-որ չափանիշներ, բայց նոր մի քիչ առաջ նայում եմ տեսանյութ, այս համեստ խոսալուց չխապնվեք, ես կարող եմ լրփնամ, նայում եմ տեսանյութ, որը հավաքել է 1200 սրտիկ և լայք, խոսում է մեկը, ում ես չեմ ճանաչում, ու պարտադիր չի ես ճանաչեմ, անես չի ես, որ իրեն չեմ ճանաչում, ինքը էտա պուբլիշնի լիշնեստ, ինչից է խոսում, խոսում է Գարեգին երկրորդից և խոսում է եկեղեցու բարեփոխումից, իր խոսքի մեջ տվյալ անհույս կույս երիտասարդը ասում է, մենք հաղթում ենք, իրանք ասելով ՔՊ-ն հաղթում է, քանի որ իր ասելով Գարեգին բեն քնի զարթնումա եկեղեցական է կարգալույծանը, Գարեգին բեի խոսքը արժեք չունի, այդ տղու ասելով, տղա էր, էք էր, չգիտեմ, այլ է դա, իմեջալոց եկավ, մեր նախին թարանչի աղբերը, բարև Գարիկ, այսօր ես համոզվեցի, որ Տիգրան Ավինյանի խոսույթը ճիշտ էր, օփել Գևորիկին ղրգին կարար, օփել Գևորիկին, իրան կաթողիկոսն ասեց, տղա ջան, մենք քեզ մի քիչ շատ ենք պաշտոն տվե, շատ ենք երես տվե, մեր վեհապարն ասեց գնա ֆրֆռա, նշանակեց մեկ այլ, տեր հոր, հայր Ռուբենին նշանակեց, թեմի առաջնորդ, Վավշեմ, օփել Գևորիկը գնացել է կայնակ առաջ տեղ, հետի մեկ, հեմի խոսում ենք խոսքի արժեքից, մեր օպե, ես կիտայսկի սիգարետը վառը եմ, Գարեգին ավսնել, ես էլ եմ ասում, հեմի ուզում եմ, մի կոմ դնեմ ամեն ինչ, ուզում եմ վերլուծեմ, հասկանամ, էլի սեն զաոշնի խոսում եմ մեր հայերի հետ, ուզում եմ հասկանամ, երբ որ նիկոլականները խոսում են խոսքի արժեքից, իրանք մարմնի որ մասով են մտածում, անենց տարկիրը, օրինակ Նիկոլ Փաշյանը, մեր անկոտրելի Նիկոլ Փաշյանը, Զեյթունի բանգեն, որ հնա դարել է Պեպելնիցա մեր համար, մեր Նիկոլ Փաշյանն է, մի քիչ սևոտեր է, բայց ոչինչ, կամ Նիկոլի բլոգերներ, խոսում եք խոսքի արժեքից, չեմ ուզում հումորի վերացեմ, որն է ձեր խոսքի արժեքը, դուք ասում եք Գարեգին B վեհապարի խոսքը արժեք չունի, չէ, ես էլ ասում եմ մուտիտ եք անում, բացատրեմ հիմնավոր, ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը
իր ոչ խոսույթը եղել է դատարկաբանություն։ Եթե դուք խոսում եք, որ կաթողիկոսը հելնում է, չգիտեմ, կարգալույսանում ես ինչ հոգևորականի, հիմա արեք վերհիշենք ձեր Նիկոլ Փաշինյանի խոսույթը։ Եթե ցիտում եմ Ենոք Հավանցի մեր Հեմոֆրոդիտին, եթե ժողովուրդը որոշի, որ ես մեղավոր եմ, ես կգնամ կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Էդի ով ասե, ապրեք, մեր անկոտրելի Փաշինյան Նիկոլը։ Հիմի հարց։ Նիկոլ Փաշինյանի ու ձեր մտածելակերպով Հայաստանի ազգաբնակչության կամ աշխարհում ապրող հայերի կարծիքով այդ հայերի քանի տոկոսնա գոհ Նիկոլ Փաշինյանից։ Խի չի գնեմ կայնեմ գնդակահարության պատի տակ ձեր Նիկոլ Փաշինյանը։ Խոսում եմ խոսքի արժեքից։ Դուրս ագալի փաստաման առաջին։ Նիկոլ Փաշինյանը մուտիլով չի գա։ Չէ։ Բայց Գարեգին բն մուտի չի արել։ Գարեգին բն ասում ու անում։ Ասում օփել Գևորիկ, գնա կարար, գնաց կարար։ Էտա կլուշ կվերցի, մանդիրովկա, ավտո բանակ սարքի, ինք իրա խադավոն կսարքի Գևորիկը։ Երկրորդ։ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքը եղել է սուտ։ Հիմնված ստի վրա, այսինքն խոսքի արժեքի բացակայություն։ Ինքը ասել է, որ Արցախը պիտի մնա հայկական 21 թվի ընտրության նախաշեմին։ Ընտրությունից հետո Արցախը գնաց է ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Եղավ որ ինքը մուտիլովշիկ համար դվա։ Հա, խոսում եք խոսքի արժեքից դուք։ Արա հելեք որպես հայ, շարքային հայ։ Ես ուրիշ բան չեմ ասում, ամպագորգոր ստատուսներ չեմ ասում, չգիտեմ, դա Արիստոտել եւ Ցիցերոն չեմ ցիտում, հա։ Ես բերեմ հասարակ օրինակներ։ Ինչ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք։ Նախկինների գործոնը դնում ենք մի կողմ։ Սարգսյան Սերժ, Քոչարյան Ռոբերտ։ Ախպեր, մորցեք, մի բան այդ մարդկանց մասին մորցեք։ Մոռանում ենք, հա, դեբիլանա մոռանում ենք։ Չկա այդ մարդկանց գործոնը։ Նիկոլ Փաշինյանը, բացի նախկիններն են մեղավոր, իրան որ ասում են թալանում ես, ասում են իրանք ավելի շատ էին թալանում, ինչ արե մեր երկրի համար։ Մի հատ դրական տեղաշարժ կասենք, բացի կոմբիկորն բերելուց Ղազախստանից։ Հա։ Օրինակ բերեք էլի։ Օրինակներ բերեք, որը հիմնված չի նախկիններն են մեղավոր խոսույթի վրա։ Ասեք հասկանամ էլի այախ։ Ինչ արե, լավ բան, ինչ արե։ Ձեր հոգեկան հիվանդ Նիկոլ Փաշինյանը մեծարգո ՔՊ, մեծարգոն շակերտների մեջ եւ ՔՊ սատարող հետի տնորենի պաչպչողներ։ Այդտենց ասեմ, այլ քֆուչանը։ Հետի տնորենի սիրահարներ, կամ պաչիկ ուղարկողներ։ Չեմ կարամ կուլտուրական խոսամ։ Ձեր Նիկոլ Փաշինյանը իր ոտից գլուխ, որ խոսում է սուտ է խոսում։ Ինքը հելնում է թոշակառուին բացեի բաց քֆուր անում։ Բայց մեր երկրի ազգաբնակչության որոշակի տոկոսը կազմում են մեր թոշակառուները, ովքեր իրանց սաղ կյանքը աշխատել են, եկե հասել են թոշակի նախաշեմին, հա։ Հիմա ուզում են պետությունից թոշակ ստանան, իրանց կոմունալը մուծեն, գազի փող, գազ, գովսվարմա, լուսի փող, հա։ Էթան ապծեկա մի հատ ճնշումի դեղարնեն, որ Նիկոլ Փաշինյանի լայվերը նայելուց իրանց ճնշումը գանգուղեղային ճնշումը չելնի հասնի 120-90, այդպես էլի, կամ 240-260։ Նիկոլ Փաշինյանը խնդում է թոշակառուների վրա, բայց դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի խոսքը արժեք ունի։ Հիմա հարց, եթե մի երկրի ղեկավար կարա իր երկրի տարեց ազգաբնակչության վրա խնդա, ձեռ առնի, այդ մարդը իրավունք ունի լինի երկրի ղեկավար։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի բոլոր երկրներում տարեցներին, զոհված զինծառայողների ծնողներին հարգանքի տուրք են մատուցում։ Հելնեմ ասում, մենք կարանք թոշակ ավելացնենք 10,000 դրամով, բայց չենք ավելացնում, որտեղ թոշակառուն չգիտի ոնց ծախսի այդ գումարը, այսինքն ինքը գիտի, իր երեխաների մայրը։ Հենին գլխարկները Քադաֆի գլխարկով անուլն գիտի, մեր թոշականները հեմեն չգիտեն։
Դուք եթե խոսում եք ստից, խոսում եք վեհապարի խոսքի մեջ խոսքի արժեքից, դուք մի հատ անդրադարձ կատարեք ձեր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ եթե մի հատ գլոբալ առումով հարցնամ, ընդհանրապես հասարակ հարց, ընդհանրապես որևէ մեկը կա որպես ֆիզիկական անձ, արժանի է նրան, որ հայ ընտանիքներում հերը չխոսա աղջկա հետ, տղեն չխոսա հոր հետ, աղբերը կռվի աղբոր հետ, հա, այդենց բան կա, որ դե գրած այդ կանոնագիրք օրենքը որն է, մի հատ տվեք կարդամ էլի, ինչ արել է ձեր Նիկոլ Փաշինյանը, ձեր հեծի տնօրենասեր, Արոն Փաշինյանը, ես ընտանիքներ գիտեմ, որտեղ աղբերը կռված աղբոր հետ, որտեղ մեկը պաշտպանում է Նիկոլին, այն մյուս եղբայրը փորձում է բացատրել, որ սա ձկնկուլ է, մեր բյուջեն ձկնկուլի պես կուլ է տալի, որ սա թարանում է մեր երկիրը, որ սա կործանել է Արցախը, երկու աղբեր չեն խոսում իրար հետ, ես գիտեմ ընտանիք, ամենախիստ բարոյական օրենքներով առաջնորդվող ընտանիք, որտեղ հայրը չի խոսում աղջկա հետ, դա ինչ է նշանակում, հա? Մեզ որպես ազգ պառակտողը ոնց կարա բարենորոգի իմ եկեղեցին, կամ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը վերանորոգում է մեր եկեղեցին, այսքան վաղ Նիկոլ Փաշինյանի ձեռը բացի սապկվի լապատկից, մեկ էլ թափթազա ֆորմից, այն որ ապրիլյան քարորյան պրծել ես, ինքը գնացել էր, ասում էր ես գնացել եմ պատերազմից հետո, խնամատ փորոք, նորմալ է, էդ էլ է տաղումար, մի անգամ ձեռը, չէ, չագուչ տեսած կամ, տես ուզում էի խապեի, բանձիգով չագուչ, այն որ ասում եք տվեք ինձ պողպատե մանդատ, գժի պես, Նիկոլ Փաշինյանը, որ ասում է ուզում եմ վերանորոգեմ մեր եկեղեցին, քամի հարց, մնակ այսօրվա իմ վիդեոների մեջ, ես սերը սպիտակի վրա, հեռախոսի կամերայով ցույց եմ տվել, թե ինչ ժառանգություն ունի մեր եկեղեցիներից մեկը, որը գտնվում է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, հասարակ էլեմենտար օրինակ, կան ընդեղ նմուշներ, որոնք նկարահանման ենթակա չեն, հավատացեք ես դրանք տեսել եմ, դրանք նկարներ են, Այվազովսկու նկարը, չի կարելի նկարել, ինձ հուշեցին կողքից, դրանք մեր կաթողիկոսների յուղաներկով նկարներն են, որոնք շատ հզոր անհատականություններ են եղել, էդ էլ չի կարելի նկարել, չի կարելի, ու ամենամեծ աբսուրդը գիտեք որն է, հայի համար, օտար ազգերը, չէ, տես մի անգամ չասի Գարեգինը լավն է, խոսում եմ, փորձում եմ համեմատական անցկացնել, օտար ազգերը մտնելով մեր եկեղեցիներից յուրաքանչյուրը, հա, դա կլին, օրինակ ես որ իջնում էի սենց այդ թանգարանի աստիճաններով, երկու մարդու կնիկ էին, ռուս էին բարձանում ընդից, իրար հետ ռուսերեն խոսալով, հա, որտև այդ իմ ցույց տված նկարների, չգիտեմ, քանդակների, ամեն ինչի տակ կարդ գրած տրաֆարետ, որը կա վիդեոների մեջ, ընդեղ գրած է ռուսերեն, մարդը կարդում է, մարդը հիացմունք ապրելով, անկախ իր ազգային պատկանելությունից, սկսում է հային նայել մեկ այլ անկյան տակ, այսինքն հային նայում ասում է, ախպեր ես ազգին, որ եթե ունի սենց պատմամշակութային ժառանգություն, ես ուղղակի եթե չհարգեմ էլ, ապա իրավունք չունեմ նեղացնեմ, այս ազգը, այս ժողովուրդը, ով բացեի բաց, թանգարան բաց երկնքի տակ, ազատ մուտք ու ելքով, ցույց է տալի աշխարհին, որ ես ունեմ ժառանգություն, ես ունեմ, չգիտեմ, կրոնական, չգիտեմ, հին գրքեր, ամեն ինչ, որը ցույց է տալի, որ իմ եկեղեցին ունի հազարամյակների պատմություն, հա։ Այդքանով հանդերձ, ես այսօր ցույց եմ տվել թանգարանի, որ չխաբեմ 1/3 մասը, ուղղակի ժամանակը չէր հերիքը, որ այդքանը նկարեի, չնայած մի մոմենտ հեռախոսի կամերան ֆրցրել եմ, ժողովուրդը տեսել է, ինչքան նկար կար, ու ամեն մեկը գրված, նկարագրված, թե որը որտե է, որպես տարբերակ,
այդքան պատմամշակութային ժառանգություն ունեցող եկեղեցին, որը աշխարհում զբաղեցնում է ամբողջ աշխարհում իր ուրույն տեղը։ Հա? Եկեք համեմատեք Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կամ հենց նույն Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հարցը ուղղում եմ Նիկոլին, ՔՊ-ին եւ ՔՊ-ի բլոգերներին։ Դուք ինչ եք տվել մեզ որպես ազգ, որպես պատմական ժառանգություն, որ եկող սերունդը 50, 40, 30 տարի հետո մեզնից ոչ մեկ չի լինելու, հա։ Եկող սերունդը նայի ասորինակ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում եղել է սենց առաջընթաց Հայաստանում, հա, որպես փաստավավերագրական իրողություն։ Ինչ պետք է տենա մեր եկող սերունդը, այդ հարցը ինքներդ ձեզ տվել եք։ Օրինակ մի մոմենտ ժամանակից առաջ ընկնելով, ես ուզում եմ իմ ֆանտազիային զոր տամ։ Ես, ասենք, մի մոմենտ սենց ժամանակի մեքենայով տեղափոխվում եմ այն սերնդի ժամանակները, որը պիտի գա վաղը, 20 տարի, 50 տարի հետո։ Ինչ եմ կարդում ես դասագրքերում, ինչ եմ տեսնելու ես համացանցային տիրույթում։ Բացում եմ համացանց, հա, թերթում եմ։ Ինչ եմ տեսնում։ Մինչև Նիկոլ խոսքի օրինակ, օբյեկտիվ խոսանք։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կամ մի քիչ այլ ձևակերպմամբ Հայաստանում բնակվող հայերը տեսնելով Բաքվում եւ Սումգայիթում թուրքերի առաջ ջարդերը, հելան չթողին, որ Արցախում հայը ցեղասպանվի, հա։ Ռուսները միացին, հելան պայքարեցին, Արցախը մնաց հայկական։ Ազատագրվեց Արցախը 7 բուֆերային գոտիներով։ Դրանից հետո Հայաստանը ունեցավ 2 ղեկավար Լևոնից հետո։ Գրված է, հա, գրված է համացանցի մեջ։ Նրանք թալանչի էին, կոռումպացված էին, իրենց սեփական բիզնեսներն էին հիմնում, բացում, ժողովրդին ուշադրություն չէին դարձնում։ Խոսքը օրինակ որպես տարբերակ։ Բայց հայ ժողովուրդը ուներ հայկական Արցախ, հա, արյան գնով փոխեց։ Գալի հասնում եք Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջան։ Ինչ է գրված լինելու այդ պատմության մեջ, որ դուք այսօր խոսում եք խոսքի արժեքից։ Ինչ է գրված լինելու։ 2018 թվին ժողովուրդը դժգոհ լինելով նախկին կառավարիչներից իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, խաղալով հեղափոխություն, դու տենց էլի, հա, 10 ճենջազավար, եկան, հասան, այդե նստան գահին։ Ինչ եղավ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, այդ ամենը գրանցվելու է, չէ, պատմության մեջ, եթե դուք խոսում եք խոսքի արժեքից։ Ինչ է գրանցվելու, հա։ Գրված է լինելու բանակ չծառայեց մի հատ բախտախնդիր դեղին մամուլի լրագրող, գնաց կանգնեց Արցախի վերածննդի հրապարակում, գոռաց Արցախը Հայաստան է եւ վերջ, հրահրելով պատերազմ։ Թքելով բանակցային ողջ գործընթացի վրա։ Սկսվեց պատերազմ։ Գրված է, չէ՞ լինելու։ Մնալու է համացանցի մեջ, գրքերի մեջ։ Հայ ժողովուրդը մեկ միասնական ճակատով փորձեց Արցախը պահել հայկական։ Բայց դրա հետ միաժամանակ գրված է լինելու, որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, ով պայմանավորված ծախում էր Արցախը, մեր մատաղ սերնդի երեխեքի կյանքի գնով։ Սփյուռքի ուղարկած օգնությունը կարգոյի պատվարներից չէր հանում, չէր ուղարկում Արցախ։ Գրված է, չէ՞ լինելու, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի զինվորական միավոր չուղարկեց Արցախ։ Գրված է, չէ՞ լինելու։ Այդ ամեն ինչը ֆիքսված է լինելու։ Դուք որպես ինչ եք այսօր խոսում խոսքի արժեքից։ Գրված է լինելու, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն ասեց, որ Արցախը պիտի մնա հայկական, ինքը պայքարելու է որպես լեգիտիմ վարչապետ, նախկինները թալանել էին բանակը, ինքը չկարողացավ Արցախը պահել, բայց գնացել է փաստացի Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Գրած է լինելու, թե չէ, փաստ։ Թղթի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Այն որ դուք ձեզ մեջտեղից ճղմեք, ձեր քամագը 6.5 եք անում, ասում եք Ռոբերտն ու Սերժն են հանձնել Արցախը, կա փաստ։ Թղթի տակ ձեր Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դու խոսում եք խոսքի արժեքից,
Հələ փորձում եմ կուլտուրական, բայց եռում եմ, որ քֆուր անեմ, չեմ ուզում քֆուր անեմ, փորձեմ խոսեմ գրական, կուլտուրական։ Հետո ինչա գրած լինելու։ Նիկոլ Փաշինյանի հրամանով, որը համարվում էր Հայաստանի վարչապետը, ոչ բարով։ Եռաբլուր Պանթեոնից հայ, ի զարմանս մեզ բոլորիս, հայ ոստիկաններ, ովքեր կրում են իրան ազգանունը, զոհված տղեկի ծնողներին, հայ մայրերին, ոտու ձեռից բռնած քաշ տալով տանում էին ոստիկանական մեքենաները։ Ինչ է հասկանալու սերունդը այդքանը կարդալով։ Թքելու ասի, թքեմ ես ձեր ժամանակ ապրած հայերի երեսին։ Ու դուք չեք էլ այդ ոստիկանի ոռն ու բերանը մեկ չկարել։ Դուք նամուս չեք ունեցել, որ պղծվել է հայ ծնողի հայ մոր կերպարը։ Ու այդ նոր սերունդը շարունակելու է կարդալ այդ ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգով եւ ոմն ուղղահայաց ժպիտի նմանվող աչքերի բացվածքով Ժանն Անդրեսյանի հրամանով մեր հայկական դպրոցներից հանվել են մեր զոհված տղեկի նկարները, մեր հերոսների նկարները։ Այդ եկող սերունդը մանավանդ արական սեռը, էլիա թքելու այդ կարդացածից հետո, ասել լավ, այդ ժամանակ Հայաստանում նամուս թասիբ չկար։ Կար չէ։ Կար, բայց ստատուսի տեսքով։ Կար, բայց մարդկանց խափում էին։ Ինչով։ Քարոզարշավներով, հա, ընտրությամբ։ Ուղղակի շատ բան կա, որ պետք չի ասել։ Բիզնես պրոյեկտներով, բայց իրանք ընդդիմադիր են։ Իրանք ընդդիմադիր են։ Բիզնես պրոյեկտ։ Ես դրա մասին չեմ խոսա։ Ես ինչ լսում եմ, դա մնում է իմ մեջ։ Ես որ սկսեմ խոսալ, ձեզ ձեռ չի տայմ խոսալը։ Ինձ պետք է չի խոսամ։ Խի խոսամ որ։ Եթե ես պիտի ձեզ ասելով որոշակի հայ մեր հասարակության զանգվածին փորձեմ ապացուցել, որ խափում են ձեզ, խափում են բառից բոլոր իմաստներով, որ չկա իշխանություն ընդդիմություն։ Հա, կա իրոք իսկական ընդդիմություն կա, որոնք ուզում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այլ ոչ թե ասում են, եկեք Նիկոլ Փաշինյանի հետ, փորձենք պայքարել եւ գնալ ընտրության։ Ինչա կարդալու սերունդը, հետը եկող սերունդը, էլ ինչա կարդալու։ Իմ ընկերները կարան կոմենտ գրեն, մինչև ես մեզ սիգարետ վառը։ Մեր եկող սերունդը կարդալու է, որ այդ ժամանակվա Հայաստանի Հանրապետության վարչապետ հանդիսացող անհատականությունը, ով ինքն իրենից ոչինչ չէր ներկայացնում, ով առաջնորդվում էր ղեկավարների առջև շնիկ, ենթականների առջև արդյուծ կարգախոսով, կրելով չալոմականունը, հա? Այդ մարդը թքած ունենալով ԶԱԳՍ-ի ինստիտուտի վրա, եկեղեցու պսակադրության ծիսակարգի վրա, անտեսել էր հայեցի նորմալ բարոյական նորմերից դուրս եկող, առաջնորդվող ընտանիք կազմելու կանոնակարգ օրենքները։ Նա ամուսնացած էր, բայց միաժամանակ ամուսնացած չէր։ Ու այդքանով հանդերձ այդ մարդ ուզում էր բարեփոխել եկեղեցի։ Գրված ալներ, որ այդ ողորմելու ցնցոտի երեխաների մայրը չունենալով առաջին տիկնոջ, երկրորդ տիկնոջ, երրորդ տիկնոջ սահմանադրորեն ամրագրված կարգավիճակ, մաքսում էր բյուջեի փողերը։ Մարդկանց հրավիրում էր ճաշկերույթի 1 միլիոն դրամով։ Եկող սերունդը թքելու է այդ կարդալուց հետո։ Ասել է, մենք երկիր ենք ունեցել, թե հասարակած տուն։ Մենք հասկանում ենք խոսքի արժեքը որտե է, բարոյական չափանիշը որտե է։ Այդ եկող սերունդը կարդալու է նաև, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով կյանքի խոսք աղանդավորական շարժման եւ սորոսական գրանտակեր ընկերության մեծն շահառու կամ օգտատեր, քարկոծել է իմ եկեղեցին, բանտարկել է սրբազանների։ Ինչի հիման վրա, խոսքի ազատ խոսքի հիման վրա, բայց միաժամանակ ինքը
հանրության եւ աշխարհի աչքի առաջ գոռացել է, որ ինքը ամենաժողովրդավար վարչապետն է։ Հասկանում եք խոսքի արժեքը որտե՞ղ է։ Ասել մի բան, անել լրիվ հակառակը։ Ու դուք խոսում եք վեհապարի խոսքի արժեքից։ Վեհապարի խոսքը ունի արժեք։ Իսկ շատերը հիմա հարց կտան, նույնը ես եմ այդ հարցը տվել։ Ինչի վեհապարը չի աստիճանազրկում են եպիսկոպոսներին, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին։ Սենց ասեմ, ավելի հեշտ է իմ մտածելով ավելի հեշտ է երևի լեյտենանտին ռաժալավատ անել, պագոնները հանել վրից, քան գեներալին։ Եպիսկոպոս, արքեպիսկոպոսները, ովքեր երթում են տվել Սուրբ Խորանի առաջ, ունեն համարյա գեներալի կամ գնդապետի կարգավիճակ։ Հա, մի նամակով կամ մի հրամանագրով իրանք կարան աստիճանազրկվեն, ոչ մի խնդիր։ Բայց հարցի դրանով չի լուծում, չէ՞։ Բայց հարցն ունի երկու կողմ։ Ես օրինակ կողմ եմ, որ աստիճանազրկի, կոչումից զրկի։ Ես կողմ եմ։ Բայց ես չեմ տիրապետում այն ողջ ինֆորմացիային, որ ասեմ, որ եկեղեցու կանոնակարգի մեջ, որպես ինստիտուցիոնալ կառույց, կան նման, ասենք, ինչ-որ կետեր, որոնք պիտի պահվի։ Ես չգիտեմ դրանք։ Հետևաբար այդ հարցի շուրջ շատ խորացված տեսակետով չեմ կարող ինչ-որ կարծիք արտահայտել։ Իսկ որ ես չեմ կարող, ես Նիկոլ Փաշինյանի կամ մյուս փաշինյանականների պես ես չեմ կարող հելնեմ գոռամ, վա, ես ամեն ինչ գիտեմ։ Հետո վերջում մեկը ասի, արի դե մի հատ պապայիդ գրկի կարգին հաղորդման մեջ։ Ասում ես ամեն ինչ գիտեմ։ Դու խոսում եք խոսքի արժեքից։ Այդ եկող սերունդը կարդալու է ինչ-որ մի հատված կամ նայելու համացանցում մի հատված, որ հենց այդ նույն ժամանակվա Նիկոլ Փաշինյանի կինը, լավ, ասենք կինը, լավ, այդքան տարի իշիշ է արել հետն, երևի, չհաշված այդ ինանաուտ դվիժենիները, կանգնել է Սյունիքում, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ողնաշարը, եւ ասել է, որ մենք որպես ազգ ունեցել ենք 11,000 դավաճան։ Եկող սերունդը մառալնի կոդրվելու է այդքանը կարդալով, թե ոգևորվելու է։ Հարց, հասարակ հարց։ Բայց միաժամանակ այդ եկող սերունդը էդի կարդալուց հետո կարդալու է շարունակությունը, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո գոռում էր, որ մեզ դավաճանեցին, դրա համար մենք պարտվեցինք, բայց ինքը դավաճան չդատեց։ Բացարձակ, ոչ մի դավաճան։ Էդ էլա չէ փաստ։ Հիմա ոնց որ եթե շարժվենք, եթե մեր վեհապար հայրապետը բոլորիս, աշխարհասփյուր հայության վեհապար հայրապետը, շարժվեր Նիկոլ Փաշինյանի տրամաբանության շրջանակներում, ապա պիտի ինքը ավելի բարձր կոչումներ տար այն հոգևորականներին, ովքեր ուրացել են իրենց տված երթումը Սուրբ Խորանի առաջ։ Հիմա կասեն, շատերը կասեն, դու հասկացար ինչ ասեցիր, հա, հասկացա։ Ով գեներալի կոչումներ տվեց այն զինվորական սպաներին, ովքեր Տաուշի դիրքերից զորքը հետ քաշեցին։ Ամրեք, Նիկոլ Փաշինյանը։ Ինչի Հայաստանի սուվերեն տարածքը զիջելու փոխարեն գեներալի կոչում են ստանում, հա։ Այդպես բան որ դե գրած։ Հա մեծարգոտ հեծի տնօրենի սիրահարներ։ Հələ որ չէ, փորձում եմ քֆուր չանեմ։ Այսօր բարի եմ։ Մի քիչ։ Կասեք մի հատ։ Էլ եմ ասում, եթե վեհապարը, դու խոսում եք խոսքի արժեքից։ Լավ, վեհապարը վատնա, բայց եթե վեհապարը համեմատում են վեհապար, մեր եկեղեցու առաջնորդ եւ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ, գործողությունների համեմատականն եմ անցկացնում։ Ինչ է դուս գալի։ Վեհապար հայրապետը իր հոգատարությամբ առայժմ չի աստիճանազրկում, բայց զգուշացնում, ասում է խելքի եկեք։ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային շահերին դավաճանած իր հրամանով մարդկանց գեներալի կոչում է տալի։ Այդքանով հանդերձ բա ոչ չասեմ ակտիվ մասնակցեմ ձեր ընտանիքի բազմացմանը։
ովքեր փորձում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես հայրենասեր անձևավորդ։ Հա՞։ Ասեք։ Ոչ չասեմ էլ։ Ինչ շատ դեպքերում հասկանում եմ, որ խոսալն էլ է իզուր, բան բացատրելն էլ է իզուր, մարդը պետք է ինքը ունենա սեփական դատողություն։ Ինչ տեսնում է, փորձի սեփական ուղեղով վերլուծել։ Չլսի ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկին չլսի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ մի բլոգերի, հանրային գործի չլսի, ախպեր, ինքը փաստացի տենա։ Հայաստանի սուվերեն տարածքից հանձնվել է դիրք, ում հրամանով։ Փաշինյան Նիկոլի կամ Շռան Վաղոյի նախկին ՊՆ։ Դրանից հետո Հայաստանի գերագույն հրամանատար կոչվածը պատժել է այդ մարդկանց, ոչ, խրախուսել է։ Նշանակում այդ մարդիկ գործել են ում հրամանով։ Գերագույն գժի, չէ՞, թե սխալ եմ տրամաբանում։ Ձեր տրամաբանությունը մի քիչ ավելի այլ շրջանակներում է։ Դուք ավելի վերին գաղափարների վրա եք, նամանավանդ որ Հայաստանում ազատ վաճառք հանդիսացող նարկոտրաֆինգը ծաղկուն շրջան է ապրում։ Չէ։ Այսօր իմ ընկերներից մեկը գրել է քաքի մեջ ենք։ Անունը չեմ ասի ով է։ Կապ չունի ով է։ Ու նյութը ուղարկե ես նայել եմ։ Հա գիտեմ որ քաքի մեջ ենք։ Բայց կամ այդ հասարակ օրինակ։ Երբ որ Հայաստանում ապրող որոշակի հանրային իրենց հանրային գործչի որակավորում տված մարդիկ հելնում թռնում են Սփյուռքը հայերի դեմքի, դու Ռուսաստան ես ապրում, դու ճոռոմ խոսացողներ կան, չէ՞, անուններ չնշեմ։ Դու իրավունք չունես, դու ձենդ կդրի լավ տղա ես, արի Հայաստան ապրի։ Դուք նայելով այդ տեսանյութը կամ կարդալով այդ ստատուսը, ձև եք բռնում, ասում եք, էդի ես չեմ տեսել։ Ելնելով էթիկայի եւ էսթետիկայի կանոններից, ասում եք, լավ, բա որ ես միամիտ մտնեմ, մտե գրեմ, շինեմ քեզ, խոսքի օրինակ, բա որի մորքուրի տղեն տենա, ինչ կմտածի իմ մասին։ Բա խի չեք մտնում, քլնգում, խի չեք մտնում գրում, արայ աղախպ, խոսքի օրինակ, ֆրանսիական բառ աղախպալյոն, ես ինչ ես գրել, ես ում հասցեին ես գրել, բան չէիր պատերազմի ժամանակ մի բռունցք լինելով ուրախությամբ ընդունում Սփյուռքի կողմից ուղարկված օգնությունը, հա՞։ Խերի ընդունում։ Հլներ չոր, ասեիր, գնացել ես Հայաստանից, դու երկրի հետ գործ չունես։ Ես իմ ուժերով պահելու եմ եւ Արցախը, մեզ օգնություն պետք չի։ Որը տենցա չհասավ Արցախը։ Հլնեիք ասեիք։ Ախի չեք ասել։ Ոչ են կանամ, ես չեմ ընդհանրացնում, ընդհանուր չեմ ասում, օրինակներ եմ բերեմ ուղղակի, ոչ մյուսն է կանամ, բայց հետո վերջում դուրս է գալի, որ Սփյուռքն է մեղավոր, խի հայր ջան, Սփյուռքը ինչի մեջ է մեղավոր, որ իր հայրենիքից իր տնից տեղից կտրված օտարի հողի վրա փորձում է մնալ հայ, դրա մեջ է մեղավոր Սփյուռքը։ Հա՞։ Սփյուռքը մեղավոր է նրա համար, որ օտար ազգերի մեջ ապրելով համախառն ներքին արդյունքի մեջ այդ անդունդի մեջ, այդ չգիտեմ էլի, քաոսի մեջ ապրելով փորձում է իր ինքնությունը չկորցնի։ Հա։ Սփյուռքը ինչու է մեղավոր, որ ռուսական հողի վրա եկեղեցում օտար ազգերին իր պատմամշակութային եկեղեցու ժառանգությունը ներկայացնում է, որ հպարտանա, բայց դուք ալարը մեկ տնից դուրս գաք, որ եթե կասեք Նիկոլ, էսում եկեղեցու վրա ես հարձակվել։ Այս շինեմ քեզ։ Էդի շինանա երկից այդ բառը, դի քրուչի։ Խի։ Գիտեք խի։ Ու մարդիկ հիմնականում երկրորդ абսուրդը Նիկոլի բլոգերա պուպուլիկները խոսում են հավատքից, որ Նիկոլը վերականգնում է մեր մեջ հավատքը, ոչ, ձեր Նիկոլը ձեր
պաշտած Նիկոլը, հայի մեջ, չեմ ասեմ իմ մեջ, հայի մեջ կոտրել է հավատը առիշխանություն։ Գիտեք, հիշեք 18 թիվը։ Ինչ խոստումներով, ինչ այն երկեր էր, ձուն էիք բերեմ կամազով, հա։ Ես իմ ինչ եք, հրավառություն, պզիկներ, ֆզիկներ, հիշում եք։ Դուք ուրախացել եք, որ ազատվեցիք Սերժ Սարգսյանից, ճիշտ է, որը բռնավոր էր, հլա ես եմ ասում, բռնավոր էր, բռնավոր էր Սերժ Սարգսյանը, բայց ում բերեցիք փոխարենը, մեկինով հանձնեց Արցախ, մեկինով ձեր տան մեջ գցեց կռիվ, հեր ու տղա չեն խոսում, երկու աղբեր արդեն քանի տարի իրար հետ չեն խոսում, այդ թվում նաև ես ունեմ այդպես խնդիր, կնիկը մարդու հետ չի խոսում, մարդը կնգա հետ չի խոսում, առանց գիտակցելու լավ այ աղբեր, հա էլի հայ ենք, մի երկրի բնակիչ ենք, բայց մեր անձնական ազգային ինքնասիրությունը ինչ կապ ունի Ոման Ենոքովանցի գժի հետ, որը ամեն օր ապականում է այդ ինքնասիրությունը։ Այդ հարցը խի չեք տալ ինքներդ ձեզ, մինչև խռովելը ձեր աղջկանից, ձեր տաղուց, ձեր հորից, ձեր մամայից, հա, ձեր տատիկից, որը առանց խոսքի հասկանալու որպես տարեց մարդ, սիրում է Նիկոլին։ Հետո այդ եկող սերունդը կարդալու է, նայելու է կամ կարդալու է, որ Հայաստանն ունեցել է մեր վարչապետ, որը ի տարբերություն շատ ու շատ ղեկավարների, պետք է ասեմ այդ բառը, այցելել է Եռաբլուր Պանթեոն, ժողովրդի ճնշող մասնությանը ի հակառակ, ովքեր կանգնած էին Եռաբլուրում և գոռում էին առաջ չգաս բոզի տղա։ Էդի փաստ է, էդի կա։ Դուք փաստերը չեք կարող աղավաղեք։ Այդ եկող սերունդը կարդալու է, որ Հայաստան ունեցել է ղեկավար, ով շրջապատված լինելով ահացա աշխատակիցներով, բայց ինքը իր էությամբ լինելով ոչ իլել չէ, անից, այն պստիկ անիցները որ լմեն է, մեր գնջի Նիկոլ Փաշինյանի մազերի մեջ որ լմա։ Այցելել է Սյունիք Ռուպրձերը, դեմ առ դեմ հայ քաղաքացին ասել է, ողջույն բոզի տղա, ձեր Նիկոլ Փաշինյանը ձեն չի հանում։ Ու հետո երբ որ կարդալու է, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները խոսում են ինքնասիրությունից, կաթողիկոսի խոսքի կշիռ չունենալուց, խնդալու է ձեր վրան, ասել է, արա լավ, այս աստիճան անասում, սրանք չեն նայում իրականությանը բաց աչքերով, հա, լավ, ես չեմ ասում, ես չեմ փորձում ինչ-որ խաղաղության աղավնու դեր տանեմ, ցանկացած, հայ, ով այսօր խնդիր ունի իր հարազատի հետ, հələ մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, Նիկոլն այդքան կա, որ դու խռով պայես քո հարազատի հետ, չէ, իր քաշով մեկ ոսկինի չէ, բայց Նիկոլային անհատականությունն է, Նիկոլայը, մեր պարոն Ջենջը, էլի, քնձխի հետ եմ, ով կոտրեց էլ եմ կրկնում հավատը առիշխանություն, որ ժողովուրդը մտածեց, որ ինքը Սերժ մերժելով կարա լավ ապրի, բայց Եռաբլուրից տուն չի գալի։ Երբ որ խոսում ենք ազգային մենթալիտետից, երբ որ խոսում ենք ազգային ինքնասիրությունից, ես շատ եմ, իմ վրա շատ ազդային դեպքը, որ ազգությամբ հայը կարա մտնի Եռաբլուր և խնկաման գողանա։ Ես էդի ամենավերջի պղտությունն է, որը կարա հայ անի, որ կարա մտնի նայելով կամ չնայելով այդքան տղեկի աշկերի մեջ, խնկաման գողանա, ծաղիկ գողանա։ Չի տեղավորվում իմ մտածելակերպի մեջ ոչ մի ձև։
Որպես ինչ եք գողանում, հա, հայեր, որպես ինչ, որ հայը կարագա կանգնի Մայրաթոր Սուրբ Էջմիածի տարածքում, իբր թե վռնդելու ամենայն հայոց հայրապետին ու գաղկա, ու կողին է մի հատ չի ասում, լավ, դες լավ չի, մի 100 գրամ էլ քաքեիր, կարող է զուքանես գնացե, բայց թարսես նստե, այ բոզի տղա, Եվ չեմ կարամ հասկանամ, ոնց կարանք մենք լինենք հազարամյա ժողովուրդ, ունենանք այդքան պատմական ժառանգություն, բայց ոման Մինետավրոս կամ Մինետավրոսի օֆիսի աշխատող կանգնի լրագրողի դեմ ու ասի քարատի վերցեմ Կաթողիկոսի գլուխը ջարդեմ։ Բա Փաստորեն մենք էլ ունենք զարգանալու տեղ որպես ազգ, բայց մտածելակերպի առումով, ուրիշ առումներով մենք զարգացած ենք, մենք Եվրոպայում վխտող թրանսներից շատ թրանսներ ունենք Հայաստանում, թրանս կանայք, վերջերս բացվեց Գյոթերի ինստիտուտ, մեզ պալավնի անցակ ֆուտալում, իմ մոտը դի լավ է ստացվում, լողից լավ եմ էլ, Կարում ես լավ ունաս, չէ, ես կարում եմ, չեմ սգում, կակի պես, այ պարո պաշյանն էլ է ձև, բա, չգիտեմ էլի, չոր բարձր ամբյոններից կգորանք մենք ամենաինքնասիրությունեցող երկին ենք, բայց կառավարության նիստում կարա քննարկվել եմ կրկնը, որ Հայաստանում պիտի բացվի Գյոթերի ինստիտուտ, այսինքն, անչի առանց ինստիտուտ բացել Գյոթերի պակաս կա Հայաստանում, հա, հաշվառում արեք գոնե հասկանանք, քանի տոկոսն է ըդորից, խի չէ որ, կամ, ես մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ, մեծարգո ճնջուլապաչներ, եթե դուք կրկնում եք, որ ձեր Նիկոլ Փաշինյանը սրբադասման ենթակա է, օլիմպիական արշուկի պես, ինքը սուրբ է, ինքը չի պայքարում եկեղեցու դեմ, ինքը պայքարում է Գարեգին Բեի դեմ, որը խախտել է կուսակրոնության ուխտը, հա, ձեր ասելով, լավ, դուք ասում եք, որ դուք ճիշտ եք, դրա հետ միաժամանակ պնդում եք, որ դուք հայ հանրության, հայ հասարակության մեջ ունեք շատ մեծ տոկոսայնություն, քանակական առումով, չէ՞։ Քվեարկություն անցկացրեք, մոնիտորինգ, դժվար է, հա։ Վստահում եք արդյոք Նիկոլ Փաշինյանի, ձեր խմբերում չէ, որտեղ մեկտեղված, երկտեղված և երրակցված փոխկապակցված ֆորմատով գ կամ Դոմինիկ գ ֆորմատով իրար են կպել 7-8 համարի կրծքով և քառակուսի հետույքով կանայք և տղամարդիկ։ Դրեք ազգային քվեարկություն, թող մասնակցի Սփյուռքը։ Սփյուռքի մեջ էլ կան մարդիկ, ովքեր սիրում են Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ էլ թող մասնակցեն։ Հասկանանք մենք ազգով, ես ուզում եմ որպես հայ հասկանամ, լավ, այս պահի դրությամբ, մինչև ընտրություն հասնելը, քանի տոկոսն է հավատում Նիկոլ Փաշինյանի, որ ու արդարացնում են քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե կգերազանցի 50%-ը, այսինքն հանրային ձևով խոսք եմ տալի, թե մի բառ խոսամ, գեդինը մտնեմ։ Կասեմ ախպեր, ինքս ինձ։ Կասեմ ուրեմն մեր ժողովուրդը ընտրել է այս ձևաչափը, մեր ազգը։ Վերջ, թեման կփակվի իմ համար։ Դուք շարունակեք ընտրության գնալ, գրել, գրվել, մանդատ կիսել իրար հետ։ Խի չէ որ։ Դեղից Հայաստանում կես մարշրուտ կա հայ մնացել։ Մնացը հնդիկ են, պարսիկ, արաբ, չգիտեմ էլի, ջուջու ցեղեր։ Բայց ոման Մինետի չեմպիոն ասում է, որ մենք մոնո ազգ ենք։
Մոնոազգ։ Եթե մի երկրում հնդիկները կարան վարչապետ ընտրեն, մենք մոնոազգ ենք, շատ մոնո ենք, մոնո չենք, ստերեո ենք նաև։ Բա մեր երկիչներին տեսել ես։ Ունենք բլոգերներ, չէ՞, թութու լավա, ոնց որ քֆուր լինի, թութու լավա։ Ով ինք իրան պատելանակոլ կեքով, որին ես դեմ չեմ։ Կուզես որի ծակին էլ մուկ նկարի, ինձ ինչ։ Ներկայանում է Հիսուսի հետևորդ, բայց չիպս է շպրտում ու դա նկարում է։ Հեռախոսով աշխարհին ցույց տալով, որ մենք չիպսի մեռած ազգ ենք։ Բայց ինքը Հիսուսի հետևորդ է։ Ունենք գեներալներ, Կարեն Շաքարյան, փաստացի ունենք, ովքեր Ֆիզուլիի շրջանում դավաճանել են հայ զինվորին, բայց ագնոստները դրել են ստայաշի վարատնիկով վեհ են մերժում։ Կարեն Շաքարյան վեհապարը, որ մի հատ մոտիկից ցույց տա, քաղաս հետը, մատով, չէ, ախի չէ, չէ որ վեհապարը պետք է մտածի, քեզ ցույց տա, թե չէ, դու խեր եկե վեհ մերժում, կամ, մեր այսօրվա իրականության մեջ մենք ունենք գումարով ծախվող հոգևորականներ, դա ամենամեծ աբսուրդն է, որ իմ եկեղեցու հոգևորականը կարող գումարով ծախվի, եթե մարդը ծախու տեսակ ենք, կարող նաև շատ հանգիստ, մեկ այլ գումարի դիմաց դավանափոխ լինի, այսօր քրիստոնյա, վաղը մահմեդական, ունենք ինչ վատ կլինի մեր Նիկոլ Փաշինյանի արձանը, ապտեկայում ծախվող մոմիկներից, Բուդդայի պես սարքենք, դնենք հանրապետության հրապարակում, Բուդդա Փաշինյան, ինչ կլինի, որ բուդդիզմը կծախքի Հայաստանում, խիչա, մենք չես մտածում ես բուդդիզմը Հայաստանում տեղ չունի, ունի, տեսել ես խոզի բուդի ինչ գներ են որտեղ, բուդդիզմը է դա, թող ժողովուրդն էլ հնդիկները էթան գան, նա Նիկոլ Փաշինյանի այդ մոմիկներից արձանին, ասեն Դոմինիկ գրր, ու անցնեն առաջ։ Մենք էլ ապրենք, սամացյոկի տակ։ Մի երկու օր էլ կնայեմ էտա, համացանցային տիրույթը, ու արդեն կորոշեմ, ես ինքս իմ համար։ Այ օրինակ ես օրինակի մարեմ ասում, եթե ես փորձեի ինչ-որ քաղաքական ուժի սատարեի, գովքն անեի, յուտուբյան հարթակում, որտեղ ես մի լումա, մի դրամ, ամոթից տեսուտ եմ ասում, այսքան ժամանակ մանետիզացիան միացածել չի, չեմ աշխատել, ես կունենայի 300,000-ից ավել պատպիսչիկ, բայց քանի որ ոչ մեկի գովքը չեմ անում, հետևաբար դուք վիդեոն կիսվելու, տարածելու գերխնդիր չունեք։ Այ որ փորձեմ, ոնց որ մի ժամանակ փորձում էիք առնել ինձ, որ ես խոսամ այն թեմայի շուրջ, որը ձեզ է ձեռ տալի, բայց չկպավ։ Այդ վաղ պատպիսչիկներս կշատանան։ Վերջում բիրիքով էջս ծախելու եմ։ Նիկոլ Փաշինյանի վրա։ Երևի, չէ՞։ Բայց մինչև Բուդդայի արձանը չտնամ, չեմ ծախելու էջս։ Երևի այսքան, հաջորդ էֆիրը կլինի 69+ ֆորմատով, я так думаю։